Հարգելիներս, նորեն մեծ բադիվ է ինձ համար ձեզ ետդլալու, քիչ կարգավորեմ տեխնիկական վիճակը, որպեսզի սկսենք մեր այսօրվան հաղորդաշարը, որ ինչպես որ գիտեք շատ կարևոր է, ուղղված է, ասենք թե երկու մաս պիտի ունենանք, առաջին մասը գրթության հետ կապված, ասենք ընդհանրապես, ինչպես կպատկերացնենք մեր գրթությունը եւ գրթության հարցը ինչ պետք է լուծվի հայության համար, ընդհանրապես մեզի համար, եւ երկրորդ հարցը կանդրադառնանք մեր Ուլիսի օրագարկին հետ, որպես մագի բնիկ ժողովուրդներու փորձագետներու մեխանիզմի մասնակցող, որպես Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդ, ադիմաստով շատ կարևոր դերակցություններ ունին ձեզի ներկայացնելու նախագահի աշխատանքները, գործունեությունը իմ կարծիքով կարևոր է, որ ճիշտ ներկայացվի, ճիշտ իմանաք, ինչով կսպասվի Արևմտյան Հայաստանի նախագահ, հիմա քիչ մնալ կարգավորեմ վիճակը եւ ամիջապես կսկսենք, այո, մեկ վարդան եւ շատ լավ է այդպես, երևա որ ամեն ինչ շնորհքով կաշխատի, այո, ուրեմն Երբ մենք գխոսենք պետության մասին, մենք որպես Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ, որպես Արևմտյան Հայաստան, ինչու մենք պետք ունենք պետականորեն սպառվել կամ վերցնել պատասխանատվության մեր ամեն օրվա կյանքը եւ մեր ապագան սպառվելու համար, ինչու պետք ունենք, ինչու մինչև հիմա որպես կազմակերպություն կամ որպես կրոնական, հասարակական կամ չեմ գիտեր որևէ ուրիշ տեսակ կազմակերպություն չի բավարարել, որ այդ կազմակերպությունը չի կամ կուսակցության չի բավարարել, որ սպառվի Արևմտյան Հայաստանի հարցով կամ ընդհանրապես Արևմտյան Հայաստանի հայության հարցերով անշուշտ նորեն եւ նորեն կտեսնամ մանավանդ մի քիչ անընդունելի է ինձ համար, բայց կտեսնամ, որ շատերը կներկայացնեն իրենց որպես օրինակ որպես սփյուռքահայ առանց միանալով կամ թիմելով Արևմտյան Հայաստանի կառավարություն, այստեղ ալ քիչ մը անհասկանալի վիճակ մը կա, որովհետև լավ աքսորված հայը, սփյուռքահայը, ինչու ինքը եթե ունի համապատասխան պետությունը, ինչու ինքը այդ պետությունը չի միանա եւ ինչու ինքը գուզե շարունակել որպես սփյուռքահայ, սփռված հայ, եթե մենք արդեն շուտվանից արդեն 20 տարի է, մենք իրեն առաջարկեցինք միանալու եւ բոլոր հնարավորությունները դալու համար, որ ինքը պետականորեն կարողանա իրեն կյանքը ուժեղացնել, զարգանալ եւ այդպես նալ փոխանցել իրեն զավակներուն այդ կապիտալը կրնակսել, որ որպես Արևմտյան Հայաստանի հայ եւ որպես Արևմտյան Հայաստանի հանրապետություն մենք ունենք այսօր։ Այո, մենք ունենք մեծ կապիտալ եւ գերեվա որ դարբեր քաղաքական ուժերը կան մինչև այսօր, որ ամեն ինչ կնեն փոխարինել մեզի եւ օգտագործել
անշուշտ այդ կապիտալը, որ Արմենիան Հայաստանի հայությունը ունի։ Նույնիսկ կրնամ ասել, որ ամբողջ ծրագիրը նորեն եւ նորեն մինչև հիմա մեր ցեղասպանությունեն ասենք այդպես ասենք մեկ տարից հետո նորեն եւ նորեն գերեվա որ կուզեն շարունակել օգտագործել թանաներ կողնալ քաղել մեր կապիտալը իրենց համար մենք այստեղ մի մասին գխոսենք մենք գխոսենք տարբեր ռեժիմները որ կա տարածաշրջանում տարբեր ռեժիմներու մասին ներառյալ ասենք թե թուրքական ռեժիմը ադրբեջանական ռեժիմը եւ նույնիսկ այսօր Երևանյան ռեժիմը որ ամեն ինչ գնե որբեսի օգտագործե մեր բեդության կապիտալը անշուշտ մենք մանավանդ մեր եղբայրներուն համար մենք այդպես խնդիր չունենք եւ պատրաստ ենք եւ ինչպես որ գիտեք կիսելու, բաժնվելու, ուժեղացնելու մեր հայրենակիցները, մեր հասարակության, որովհետեւ մենք կաշխատենք կապրենք եւ կզարայենք Միացյալ Հայաստանի նպատակի համար։ Եվ ադիմաստով ինչու Միացյալ Հայաստանը, որովհետեւ նորեն գսեմ, որպես շարունակական պետություն, մենք այդպես մեր պետականությունը հիմնավորված էր 1917-ից մինչև 1920 եւ մենք այդ ցեվով մեր իրավաբանական պատվետը ըստակ է եւ մենք կշարունակենք այդ իրավաբանական պատվետը պաշտպանելու անշուշտ գերեվա որ քաղաքական ուժերը ամեն ինչ կնեն նույնիսկ չընդունելով մեզի նույնիսկ ասենք թե ամեն ինչ անել որբեսի հայտարարեն որ այդպես հայություն գոյություն չունի այդպես հայություն որտեղ Արմենիան Հայաստանի հայություն ինչպես ինչ կա կամ Անատոլիայից ենք կամ չեմ գիտեր որտեղից ենք ասենք թե Աֆրիկայից կամ չեմ գիտեր որ երկրից ոնց կրնալալ կամ ինչպես կրնալալ որ լինի Արմենիան Հայաստանի հայություն Իմի սա ամեն մեկը ունի խնդիրներ եւ իրենց խնդիրն է այդ հարցը պատասխան գտնելու եւ այդ հարցը դիտելու մեր խնդիրները կապված են պետական հարցերուն եւ ինչ կնշանակի պետությունը լալը եւ ինչ կնշանակի նախագահի համար այդ պատասխանատվություն մենք որպես պետության եւ որպես նախագահ հիմնական հարցերը եւ պատասխանները որ պետք է ներկայացնեն մեր հայրենակիցներուն հիմնավորված է ասենք թե 5 հատ գեդերի վրա եւ այդ 5 հատ գեդերը ես ցեզի պիտի ներկայացնեմ նորեն ցույց կտամ ցեզի որովհետեւ կտեսնաք որ երբ կխոսենք ինքնավորոշման իրավունքի մասին կտեսնաք որ ամեն ինչ կգտնվի մեր ցերքի մեջ եւ այստեղ է կարեւոր 5 հատ մենք կխոսենք օրինակ մեր սնունդի մասին մենք պետք է սնվենք որպես ազգ որպես անձ որպես հայ եւ կտեսնանք որ աշխարհի տարբեր ուժերը սնունդի վրա մասնավոր մեխանիզմները մեջտեղ կբերեն սնունդները ղեկավարելու համար, կոնտրոլի տակ բայելու համար, որպեսի ուրիշ ազգերը կամ ուրիշ հասարակությունը գերագրեն կամ ուտեն, ինչպես որ անով որոշեցին։ Եվ այստեղ են կարևոր մեր ավանդույթները որպես հայ, որովհետև մենք առողջ միշտ ունեցել ենք եւ մինչև այսօր մեր ավանդույթները պաշտպանելով մինչև հիմա մենք ունենք առողջ սնունդ մեր ապրելակերպը օրինակ մեր նախնիկներու ապրելակերպը շատ առողջ ապրելակերպներ եւ
ինչու համար մենք ուզենք պահպանել մեր ավանդույթները եւ մեր ավանդական գիտելիքները, որպեսզի կարողանանք պահպանել մեր սնունդի մագարտակը։ Բայց այստեղ ալ պատերազմին մեջ ենք։ Մենք, որպես Արևմտյան Հայաստանի հայ, պատերազմին մեջ ենք, որովհետև ամեն ինչ կնեն տարբեր ձևով, փոխել մեր ապրելակերպը, փոխել նույնիսկ մեր սնունդը, որպեսզի արհեստական սնունդն ստեղծեն, որպեսզի մենք այդպես գերագրենք այդ արհեստական սնունդը։ Դուք ալ գիտեք, նույնիսկ երբ կերտակ մեր սարերում, տարբեր տեղերով Արևելյան Հայաստանում, Արցախում կամ Արևմտյան Հայաստանում մեր սնունդը շատ մաքուր է եւ պետք է եթե գա խնդիրներ, հարցեր, պետք է մենք աշխատենք մաքուր բայելու մեր սնունդը, մաքուր բայելու մեր աղբյուրները, գա երկու տեսակ ջուրեր, գա գենտանի ջուրեր եւ գա արհեստական ջուրեր եւ մենք վարժված ենք գենտանի ջուրերով ապրելու հասկանաք մենք չենք ասել ացարերը հումի պետք է մինակ ձուն գա վրան մենք այդպես չենք խոսի սա ուրիշ մագարտակի անձերն են որ այդպես քաղաքական դիրքեր ունին եւ առանց հասկանալով ինչ կսեն իրականության որովհետեւ մեր աղբյուրները մեր ողջ ասենք ջուրերը մենք պետք ունենք այդ ջուրերը արհեստական չեն այդ ջուրերը ուղղակի ինչպես որ նույնիսկ մտածված էր անժամանակ բուրբուրակները որ կան Երևանում ինչպես մտածված են որ նույնիսկ սարերի աղբյուրների ջուրերը կան մինչև քաղաքի կենտրոն դա կրկին միտք է մաքուր միտք է միտքը այս վերջը հիմա այդ ջուրերը ինչ վիճակի մեջն են այստեղ ալ կարևոր է իմանալ շատ կարևոր է իմանալ որ բուրակի ջուրերը ինչ վիճակի մեջն են եւ անշուշտ վտանգավոր է մեր քաղաքացիներուն համար եթե այդ ջուրերը մաքուր չենք վայելում որովհետև դուք ալ գիտեք որ ցև մնե թույնավորվելու համար մեր ասարակությունը ինչպես որ գնեն տարբեր ցևով այդ արհեստական սոդաները, բաները, որ մինակ եւ մինակ շաքար կբերեն մեզի եւ շաքարից հիվանդություններ։ Ադորամար սնունդը մենք պետք է պահպանենք մեր ավանդույթները սնունդին հետ կապված եւ ադիմաստով մենք որպես կառավարություն պետք է ուսումնասիրենք այդ ավանդույթները շնորհքով կարգավորենք, ներկայացնենք, որպեսզի մեր հասարակությունը ճիշտ ձևով ասենք կարողանա սնվի։ Հիմա շարունակենք մեր անվտանգության եւ մեր բնակելու վիճակը։ Մենք կասկնանք չէ այստեղ, որ կրնանք քաղաքները ստեղծել, կրնանք քաղաքներուն մեջ ապրել, թողնելով եւ թողելով մեր քյուղերը ինչպես որ հիմա կկատարվի շատ դերերը բայց մենք պետք է փոխենք այդ վիճակը եւ մենք պետք է այդպես քաղաքականություն ներկայացնենք որպեսզի մեր ուժեղացնենք մեր քրի տնտեսությունը որպեսզի մեր քրի տնտեսությունը շարունակե մաքուր սնունդը ներկայացնել մեզի որովհետեւ մենք պետք ունենք այդ մաքուր սնունդից եւ ադիմաստով մեր բնակելու վիճակը պետք է կարգավորվի, պետք է փոխվի եւ
մենք ունեինք ասենք թե այդպես արքիտեկտուրան ունեինք եւ ունեցանք եւ ունենք, որ մենք կրնանք ճիշտ ձևով առաջարկել մեր հասարակության ապրելակերպի բնագելու ձև, ոչ մենակ ասենք թե դարբեր թաղամասները ստեղծել, ինչպես որ կստեղծեն մետրոպոլներում մեջ, Փարիզի մեջ կամ նույնիսկ այսօր Երևանի մեջ որ կուզեն այդպես անելներ, որբեսի որբեսի բնակչությունը քյուրի բնակչությունը դեղափոխի քաղաքի մեջ եւ թողնենք մեր քյուրի տնտեսությունը։ Ադիմաստով այս քաղաքականությունը շատ կարևոր է, որ մեր մտածենք ավելի խոր մտածենք ինչպես պետք է կարգավորվի մեր բնագելու վիճակը ընդհանրապես պետության վրա գխոսի պետությանի մասին ես գխոսի միացյալ Հայաստանի արևմտյան Հայաստանի հետ կապված միացյալ Հայաստանը անցնենք հիմա ուրիշ կետի վրա մեր առողջությունը մեր առողջական վիճակը ինչի է կապված ասենք թե նորեն մենք հասկացանք չէ հիմա հասկացանք մանավանդ COVID-ի քաղաքականությունը ապացուցեց մեզի որ կա ուժերը որ նորեն գուզեն կոնտրոլի տակ բայել մեր առողջությունը եւ նույնիսկ այդպես ընեն որբեսի կարողանան արհեստական հիվանդությունները ստեղծել ինչ նպատակով կան որ գսեն ցեղասպանության նպատակով կան որ գսեն իբր թե բուժելու նպատակով երևա որ մանավանդ որ այդ բոլոր վակցինացիաների ռեժիմները ստուգված չեն երևա որ անպատասխանատու մեխանիզմներ այստեղ մեզի վնասելու համար այդպես պիտի ասեմ մեզի վնասելու համար ադոր համար մեր առողջական վիճակը մենք պետք է պետականորեն եւ հանածեվով պետք է այդպես ներկայացվի այդպես դաստիարակվի որբեսի անձը եւ ընտանիքը եւ վերջը ազգը առողջ մնա առողջ մնալը ինչ կնշանակի կնշանակի այդպես ընենք որ տանք մեր մարմինի ինչ որ ինքը գտնի որբեսի մեր մարմինը ավելորդ հիվանդությունները չի բերեն եւ ադալ պետք է մտածվի հիմա մանավանդ նայեցեք հիմա օրինակ արևելյան Հայաստանի կամ ընդհանրապես Հայաստանի մեջ այսօր բդոներու միրգերու բդոներու ժամանակն է եւ մանաչայից մինչեւ երեքնազոր ծաղկազոր երեքնազոր կներեք մենք պիտի ունենանք բդոներ պիտի ունենանք ձիրաններ պիտի ունենանք խաղողներ տարբեր տեսակ թուզներ եւ այլն այդ ամեն ինչը այդ տեսակ սնունդը մինակ առողջություն կբերի մեզի եւ այդ առողջությունն է որ մենք պետք է հասկանանք ինչ այդ առողջության իման վրա մենք պետք է հասկանանք ինչպես բայենք մեզի եւ մենք պետք չունենք ամիջապես նայած հաշուշ վիճակները օգտագործենք արհեստական բուժումներ այդ արհեստական բուժումները դուք գիտեք որ մեկ հատ նպատակ ունեն ասենք թե բիզնեսի նպատակն ունեն մենք չտաքսենենք վիճակը բիզնեսի նպատակն ունեն հատոր համար եթե մինակ այստեղ մինակ առողջության մասին
չենք խոսելու, բիզնեսի հարց ալկա այստեղ։ Ավոր համար մենք այդպես ընենք, որբեսի, ասենք թե օրինակ դամ ձեզի, մամային գատը և փոշի գատը, հիմա գերևա, որ ֆիրմաները կան, որ բավական գովազդները և աշխատանքները կատարեցին, ասելով, որ իրենց փոշի գատը ավելի օգտակար է, քան թե մամայի գատը։ Հիմա մենք գիտենք, որ ճիշտ չի, մենք գիտենք, բայց այդպես տարածեցին և այդպես ուժեղ պրոպագանդային, որ փոշի գատը դարձավ ավելի ուժեղ և ավելի լավ, քան թե մայրիկի գատը։ Կասկնակ ինչ կուզեմ ասեմ։ Կան որ գսեն, որ Արցախի անձմանը, օրինակ, ավելի լավ է և մենք ախտանակով դուրս գուկանք, որովհետև պետականություն ստեղծեցինք մեր դարաշների անձնելով դաշնամեին։ Կասկնակ ինչ կուզեմ ասել։ Կասկնակ այդ արհեստականը իրականության բամը չի բերելու, բացի ասենք թե վատ հետևանքները։ Ես չեմ ասել, որ փոշի գատը օրինակ պետք չէ, բայց պետք է, եթե մայրիկը չի կրնա ինքը իր գատը դա բստիկին։ Այդ է։ Բայց եթե ավելի լավ լուծում կա Արցախի հետ կապված, ինչու ավելի լավ լուծումը չի իրականացեցին։ Շատ անգամ ես այդպես պիտի անդրադառնամ տարբեր հարցերով, որպեսզի ճիշտ հասկանալի լա ընդհանուր վիճակը։ Աշխատանքը, այո, պետությունը աշխատանք, ասենք թե պետությունը ծրագիրներ պիտի կազմի և ծրագիրներ պիտի ներկայացնի տարբեր ուժերուն, աշխատանքային ուժերուն, որպեսզի մեր հասարակությունը մասնակցի պետության զորացման, պետության առաջ զարգացման և այլն և այլն։ Չի կրնա պատահել, որ Արմենիան Հայաստանը զորանա առանց իրեն ժողովուրդը, իրեն ազգը։ Այդպես բան չի կա։ Ազգն է, որ պետք է զորանա, որպեսզի պետությունը զորանա։ Հանրաման այստեղ աշխատանքային, երբ գոսենք աշխատանքային, ինչ կուզենք ասել իրականության։ Կուզենք ասել, որ ամեն մեկը իր հնարավորություններու չափով, իր գիտելիքներով, իր դաստիարակությունով պետք է մասնակցի պետության զարգացման և ուժեղացման։ Ամեն մեկը։ Այդ համար հատուկ մեխանիզմները պետք է մեր կողմեն բերենք և պիտի բերենք, որպեսզի իրականացվի։ Շատերը կսեն, մենք պետք է Հայաստան օգնենք, մենք օրինակ միանում ենք մի միության, մի կազմակերպության, որպեսզի օգնություն տեղափոխենք, ինչ օգնության մասին է խոսքը։ Քանի աշխատողներ ունենք Հայաստանում, ասենք թե ինչ կնեք, որպեսզի մեր հայրենակիցները ուղղակի ձևով ներկա լան պետության զորացման մեջ։ Այդ է կարևոր։ Եվ եթե պետք է համապատասխան ձևով, համապատասխան այդ նպատակներուն, ակտիվությունը պետության համար, եթե պետք է ամեն մեկի դաստիարակենք, պետության պատասխանատվությունը սա է։ Մենք այստեղ, որպես Արմենիան Հայաստանի կառավարություն, մենք պետք է համապատասխան մեխանիզմները բերենք դաստիարակելու համար մեր հասարակությունը, մեր երեխաները, մեր ջայլները, որպեսզի ամեն մեկը մասնակցի պետության զորացման,
At գաստրգնամ գա անձնական շայրը եւ նորմալ է բնական են բամը չունենք ասելու այստեղ այս այդ ամեն ինչ մեկ նպատակ ունի մեր պետության զորացման մեր պետության ուժեղացման մենք այստեղ չենք դարաշները անձնելու մեր մշակույթը անձնելու մենք այստեղ չենք քաշելու չգիտեր որտեղից եկած ուրիշ ժողովուրդներ որբեսի մեր հասարակության թիվը փոխվի մենք այստեղ ենք որբեսի մեր հայությունը ուժեղանա միանա մեզ միանա մեր միացյալ Հայաստանի մեջ եւ իրեն դերը գտնե մեր միացյալ Հայաստանի մեջ ամեն մեկը իրեն դերը գտնե եւ պետության պատասխանատվության տակ է սա ուրիշները չեն գնալու հիմա գասկնակ ինչ կուզեմ ասեմ ոչ մեր սարերը կուզենք անձնել ուրիշին ոչ մեր դարաշները կուզենք անձնել ուրիշին ոչ մեր ձույները կուզենք անձնել ուրիշին ոչ մեր քեդերը կուզենք անձնել ուրիշին չի հաշված մեր անդարները եւ մնացած բաները պետք ունենք միացյալ արմենիան Հայաստանը պետք ունի այդ բոլոր աշխարհները որբեսի մեր ազգը ուժեղանա մասնակցի մեր պետության զորացման եւ ցույց տանք աշխարհում որ հայությունը գրնա այդ մագարտակ անցնի ինչպես բոլորը Ալորամար դաստիարակություն մինակ անշուշտ այերեն կարևոր է եւ դուք ալ գիտեք հիմա որ իմ այերենս այդքան զարգացած չէ բայց այերենը շատ կարևոր է եւ ոչ մինակ բայց եւ երբ խոսենք հայերենի մասին մենք խոսենք արեմեդահայերենի մասին բայց կտեսնանք որ արեմեդահայերի դարերու հնչումները պետք է հնչումինք անելու միացնենք նույն հնչումները ստեղծենք արեմեդա եւ արևելա հայության այերենի կամ գներեք այերենի կամ թողնենք որ դարբեր հնչումները ունենանք նորեն ինչպես որ հիմա կա գփորձենք անշուշտ հասկանալ ինչ կրնանք անել որբեսի հասկանալ ինչ կուզեմ ասեմ շատերը դարբեր ուժերը կամ դարբեր ասենք արդակին միավորումները գսեն որ արեմեդահայերը բանը մաղվան լեզում են մերած լեզում են բայց դուք ալ գիտեք մերած լեզուն ինչ կնշանակի որ օգտագործող չկա Ադորամար մենք ինչ ուզեցանք որ արեմեդահայերենը պետականորեն օգտագործվի որբեսի եւ մեր խորհրդարանը մեջ օգտագործվի եւ մեր կառավարության մեջ օգտագործվի արեմեդահայերենը եթե նույնիսկ վատ ցևով օգտագործվի հարցը սա չէ հարցը է որ արեմեդահայերենը եթե մերած լեզու է ինչ անենք որբեսի կենտանի լեզու դառնա կնշանակի որ պետք է օգտագործենք այդ լեզու եթե չենք օգտագործելու այդ լեզուն մանավանդ պետության գլխի նախագահան կամ կառավարության անդամները կամ խորհրդարանի պատգամավորները եթե չեն օգտագործել արեմեդահայերենը կապ չունի հնչումները ինչպես կհնչենք սա արդեն ուրիշ թեման է կնշանակի ինչ կնշանակի որ հասարակությունն ալ չի պիտի օգտագործե արեմեդահայերենը վերջը պիտեսենք մերած լեզու է մերած լեզուն այդ լեզուն է որ չենք օգտագործում ադորամար օգտագործենք լեզու եւ ոչ եւ նույն խնդիր կա հիմա պատմության հետ կապված հիմա գտադապարտենք որ Թուրքիո գերցեվով կներկայացնե հայկական պատմությունը բայց
հայերը գեղցրևով կներկայացնեն հայկական պատմությունը։ Դուք կտեսնաք ինչ կկատարվի։ Իսկականության ամեն ինչ կգերցեն, չեն խոսելու, ոչ մեկը երբեք չի խոսեց Արևմտյան Հայաստանի հայության, Արևմտյան Հայաստանի իրավունքները։ Ոչ մեկը չի խոսեց, որ մենք ընդունված են ազգային լիգիոգամեն, ընդունված էր, որ մենք ունենանք ազգային օջախը Արևմտյան Հայաստանի տարածքում։ Մինչև 1927-ը գխոսեին միջազգայինորեն գխոսեին այդ մասին։ Հասկանաք ինչ կկատարվի։ Մեր պատմությունը շնորհքով չի ներկայացված։ Պետք է իրականության հնարավորություն ունենք պատմությունը հավացուցելու, փաստեր ունենք, զարմանալի է։ Մենք այստեղ չենք խոսելու, մենք չենք խոսելու այստեղ մենակ քաղաքականության մասին։ Մենք խոսում ենք այստեղ իսկականության մասին։ Մենք ունենք փաստեր ապացուցելու մեր պատմությունը։ Մեր պետականությունը ներկայացնելն էլ մենք ունենք փաստեր։ Ասենք թե խնդիրը չէ գրնակ ընդունիր Արևմտյան Հայաստանը կամ չընդունիր, սա արդեն ուրիշ պատմություն է, բայց մենք եթե անտեսք ուկանք աշխարհի դիմաց որպես Արևմտյան Հայաստանի հանրապետություն, մենք այդքան ասենք թե բան ենք, ինչպես կնամ ասեմ, ասենք թե մեր խելքը այդքան չի համապատասխան միջազգային իրավունքները, օրինակ այդպես ներկայացնեմ, որ մենք այդպես անտեսք ուկանք իբր թե եկյատներով եւ այլն, այդպես բան չի գա։ Եթե մենք այդպես անտեսք ուկանք, մանավանդ ես, որպես Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված մեր խորհրդարանի կողմեն, որովհետեւ հարցեր կան, որ եթե մեր պետությունը նախագահական է կամ խորհրդարանական է, խորհրդարանն է, որ կընտրե նախագահի, մեր մոտ այդպես է, եւ նախագահն է, որ կնշանակե մեր կառավարության մեծ առաջինը, մեր առաջին, մեր վարչապետը։ Այդպես է, մեր սահմանադրության մեջ հստակ նշված է։ Այդ իմաստով մենք ինչու մենք չի պիտի ներկայացնենք մեզի որպես Արևմտյան Հայաստանի հանրապետություն, եթե այդ հանրապետությունը բոլոր ճանաչումները ստացել է 1917-ից մինչև 1920։ Մեկ անգամ ասեք ինձի, ասենք թե փաստերով ամեն ինչով պետք է մենք հրաժարվենք մեր պետականության, որ դուք հրաժարվեք, ձեր հարցն է, դուք մտածեք ինչպես որ կուզեք, մենք ինչու պիտի հրաժարվենք, ասենք թե օրինակ 45 տարի երկու Գերմանիա եղել է, Արևելյան Գերմանիա եւ Արևմտյան Գերմանիա, որևէ մեկ մասը հրաժարվել է իրեն պետականություն, երբեք չէ, բայց ինչու մենք պիտի հրաժարվենք, ինչու, մանավանդ գերմանացիները նույն ազգ էին, չէ, եթե կսխալվեմ, ասեք ինձ, բայց ինչքան որ գիտեմ, այդ երկու գերմանացիներ են անդեղ, ինչու մենք պիտի հրաժարվենք մեր պետականությունը, որովհետև փոխարինող Երևանյան Հայաստանի համար, որ կտեսնանք ինչ կկատարվի հիմա, եւ ամեն ինչ կնեն մեզի փոխարինել, չի ստացվի եւ չի ստացվելու։ Այդ համար Միացյալ Հայաստանը երբ անցնում ես Արցախը ուրիշին, արդեն
քո Միացյալ Հայաստանի ծրագիրը ինչ ուժ ունի այստեղ Երևանյան Հայաստանի հետ կապված, ինչ ուժ ունի, հնարավորություն ունիս Արցախը պաշտպանելու, պահպանելու, չես ընելու, քո Միացյալ Հայաստանի ծրագիրը բուր է, չի հաշված, որ քաղաքականությունը կշարունակվի եւ չի հաշված, որ մենք խոսում ենք հիմա Սյունիքի անձմանի հետ կապված։ Գուզեմ հասկանամ, եթե Միացյալ ասենք թե նորեն գսեմ արհեստական փոշի գատը եւ մայրիկի գատը։ Գուզեք ինձի բացատրեք, որ մենք անձնելով մեր դարաշները թուրքերուն, մենք կստեղծենք Միացյալ Հայաստանը, թե շատ հետաքրքիր քաղաքականությունն է, բայց չի ստացվելու, իմացեք, ձեր առաջարկը չի ստացվելու, որովհետև պետականորեն Միացյալ Հայաստանը ստեղծելու համար պիտի բայես քո դարաշները, պիտի բայես եւ քո ամբողջ դարաշները, ոչ ագարակ։ Եթե կան ուժեր եւ կան երևա որ կարողացան ձեզի համոզել, որ ձեր պետականությունը կրնանք պաշտպանել մեր դարաշները ուրիշին հանձնելու, կամ անոնք շատ ուժեղ են, կամ բան մգա, որ չի բռնում, չեք հասկանում, ադոր համար 5-րդ կետը դաստիարակությունն է, դաստիարակել պետք է, բացատրել պետք է, ուժեղացնել ձեր գիտակցություն այստեղ շատ կարևոր է, որովհետև ձեր գիտակցությունն է, գիտակցության իման վրա կրնակ հասկանալ այդ բոլոր խաղերը, կամ ճշմարտություն, կամ գեղձիկը։ Գիտակցություն, դաստիարակություն կնշանակի դպրոց, այդ դպրոցը, օրինակ Արմենիան Հայաստանը նոր պիտի կաշխատենք եւ շնորհակալություն կհայտնեմ մեր կառավարության անդամները, կաշխատենք համալսարան ստեղծելու, վիրտուալ համալսարան ստեղծելու դաստիարակության համար։ Այդ վիրտուալ համալսարանը նպատակը որն է, ճիշտ ձևով ճշմարտություն ներկայացնել մեր սերունդներուն, մեր հասարակության, մեր երիտասարդության, որովհետեւ իրենց գիտակցությունը ավելի ուժեղանա, ավելի լայնանա։ Բայց մենք չենք իրականության չենք դաստիարակելու, որ փոշիկատը ավելի լավ է կամ ուժեղ է կամ ավելի հատկանիշներ ունի, կամ թե մայրիկի գատը։ Մենք այդպես ենք եւ չենք փոխելու։ Հիմա կրնակ ասել, ինչ կուզեք կրնակ ասել, լավ նկարներով, լավ վիդեոներով, լավ եկյատներով, լավ երազներով, ինչ կուզեք կրնակ ասել, չեք փոխելու։ Նախագահային, Արմենիան նախագահային չեք կնակ փոխել այդ կողմեն, որովհետև ինքը շատ լավ գիտե այդ գատերու տարբերությունները, եւ արհեստական, եւ բնական։ Եվ ինչ որ է բնական, ինչ կբերե ամեն մեկի, եւ ամեն մեկ ազգի, եւ ամեն մեկ պետության, եւ ինչ որ է արհեստական, ինչ կբերե նորեն նույնպես ամեն մեկի, ամեն մեկ ընտանիքի, ազգի եւ պետության։ Շատ լավ գիտենք։ Մեր նպատակը ինչ է, ուժեղ, հզոր Արմենիան Հայաստան ունենալն է։ Այդ հիմքերուն վրա, ինչպես որ ցեզի բացատրեցի։ Եվ մեր ծրագիրը, քաղաքական ծրագիրը ըստակ է, ինչպես որ ցեզի
բարձրացրեցի եւ այդպես պիտի շարունակվի, պիտի հստակ լա։ Եվ հիմա ինչ պետք է համապատասխան ծրագիրներու դիմաց համապատասխան մեխանիզմները ձևակերպենք եւ համապատասխան հնարավորություններ ունենանք այդ մեխանիզմները իրականացնելու համար։ Այս ադորամար Արևմտյան Հայաստանը չունի հիմա հարգի ռեժիմը, չունի բանկային ռեժիմը, չունի այդ ռեժիմները, որ պետք ունի որպես պետություն այդ իրականացնելու համար այդ ծրագիրները որ ցեզի ներկայացնեցի։ Բայց որ չունի չի նշանակի որ չի ունենալու, որովհետև մենք ունենք համապատասխան գիտելիքները, ունենք համապատասխան մագարտակները, որովհետեւ իրականացվի այդպես մեխանիզմներ, որովհետեւ մեր պետականությունը զորը լա։ Մեր ինքնիշխանությունը նորեն գսեմ ցեզի ճիշտ է, որ բացի Երևանյան Հայաստանի սենտը Կասկածի տակ կրնամ տնեն, բայց սա արդեն ուրիշ խնդիր մնա։ Մնացած դարաշները օկուպացված են դարբեր ուրիշ ռեժիմներու կողմեն։ Այս ինքնիշխանություն տարածքային հետ կապված մենք գտնվենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, այո, բայց այդ պայքարը պիտի տանենք, այդ գրիվը պիտի տանենք եւ կտեսնանք, որ ուսումնասիրելով ընդհանուր գեոպոլիտիկի վիճակը կտեսնանք, որ օրերը, ամիսները կամ տարիները որ կանցնին, ամեն ինչ դեպի մեզ գուկա։ Մենք այստեղ պետք է ամեն ինչով պատրաստ լինենք։ Կամ պատրաստ կլինենք, կնշանակի, որ նախորդ մենք կհասկանանք ինչպես կզարգանա վիճակը, նախորդ մենք կմասնակցենք այդ վիճակի զարգացմանը դեպի մեր նպատակին, որովհետեւ անշուշտ կարողանանք այդ քաղաքականության բդոները քաղենք։ Եթե չէ, ինչպես որ ընդհանրապես կկատարվի, կնշանակի, որ մենք պիտի ուրիշի ենթակա լինենք եւ ուրիշի ենթակա լինելով կնշանակի, որ այդ ուրիշը պիտի տանի մեզի, որտեղ կգուզե։ Մենք չենք ուզեր այդպես այս անգամ այդպես շարժվել։ Մենք կտեսնանք հիմա ինչ կկատարվի Երևանյան Հայաստանում եւ չի համապատասխանում մեր մակարդակի, չի համապատասխանում մեր ցավերի, մեր դժվարության, մեր պատմությունի, մեր անցյալի, մեր ամեն ինչի։ Ինչ որ կկատարվի չի համապատասխանում։ Այդ իմաստով մեր քաղաքականությունը մի քիչ ուրիշ է։ Ասենք ոչ մենակ մի քիչ շատ կրնամ մսեմ ուրիշ է եւ այդ ցեվով մենք պիտի զարգանանք, կազմակերպենք մեզի եւ այդպես ընենք, որ ինչ նպատակներ ունենք իրականացվի, բդոները քաղենք։ Մեր սերունդի մասին է խոսքը, մենք չենք խոսիր այստեղ աբակա սերունդներու մասին, մենք խոսենք մեր մասին, բդողներով քաղենք եւ ադորամար դաստիարակել գրթությունը, դաստիարակությունը եւ այլն շատ կկարևորեն եւ պիտի համապատասխան մարմինները եւ մեխանիզմներ մեջտեղ բերենք, որովհետեւ մեր հասարակություն, մեր երիտասարդություն պատրաստ է ամեն ինչի եւ ինքն ալ մասնակցի մեր հասարակություն եւ մեր երիտասարդություն մասնակցի Արևմտյան Հայաստանի օզորացմանը, ուժեղացմանը։ Շատ հետաքրքիր ծրագիր մնե իրականության
եւ կրնանք իրականացնել։ Այդ բոլոր իրավունքներ ունենք որպես ազգ, իրավունք ունենք մենք այդ երկրագնդի վրա ապրելու, ինչպես մյուսները, եւ որպես պետություն մենք բոլոր իրավունքներ ունենք մեզի վերագայնելու, վերածնվելու, վերաուժեղացնելու եւ այլն եւ այլն։ Ընենք միասին, ուժեղանանք միասին։ Այդ համար մենք կալանից, ինչպես որ շատ անգամ գսեմ, մենք մագի նիստերը ունենք եւ մենք պիտի ներկայացնենք, մասնակցենք այդ նիստերը, ընդհանրապես մեկ շաբաթ կդեր է, մենք 13 հատ կետեր կան եւ պիտի աշխատենք, որբեսի 13 հատ ելույթ ունենանք համապատասխան ամեն մեկ կետի։ Կապված մեր դարաշքային իրավունքներ ունեն, մեր դարաշքային իրավունքներ ունեն, հարգելիներս, այո, պետությունները ունին սահմաններ, այո, բամբչունի մսելու, պետությունները ունին սահմաններ, բայց այդ սահմանները արհեստական սահմաններն են, չի համապատասխանում բնիկ ազգի դարաշքի հետ։ Բնիկ ազգի բնորանը դարաշքը ուրիշ է, պետության դարաշքը տարբեր է։ Եթե մեկը մյուսին հետ կապված գլար, լավ գլար, ես բամը չունիմ ասելու, բայց կնշանակե, որ մեր պետությունը ունի դարաշները, իրեն ամբողջականության դարաշներն են, եւ կնշանակե, որ որպես բնիկ ազգ մենք ունենք դարաշներ, որ նույնիսկ մեկ մասը այդ դարաշները չեն մտնել մեր ամբողջական պետության մեջ։ Այո, մեկը բնական, ինչպես որ միշտ ասի, մյուսը արհեստական։ Բայց մենք կփորձենք հավասարաշրջությունը պահպանել մեր բնականը եւ մեր արհեստականի հետ։ Այո, ինչպես որ քիչ առաջ ասեցի, գաթի փոշին արհեստական է, մայրի գաթը բնական է։ Ամենեն լավը մայրի գաթն է, բայց եթե մայրի գաթը չի կրնա գաթը դալ, անշուշտ գա փոշի գաթը։ Ամեն բան իրեն չափը սահմաննալ ունի եւ մենք ալ այդ չափը սահմանալ կրնանք ճիշտ հասկանալ։ Այսինքն ծառայեղ լալը ինչու՞ չէ, դեմ չենք։ Մենք մինչև վերջ դանող ենք ամեն ինչի, բայց պետք է ալ քիչ խելքով մտածենք, խելացի լանք եւ ամեն ինչ ճիշտ չափենք։ Եվ մեր պետության, մեր Արմենիան Հայաստանի պետության իմքերը այդ կողմեն հստակ են, հստակ եւ գիտակցաբար ձևով մենք հաշվի կառնենք այդ ամեն ինչը։ Այդ իմաստով մագի ժողովները պիտի մասնակցենք հուլիսին եւ գրանցված ենք, մեր գրանցումները ընդունված են եւ այլն, մենք այդ կողմեն ադմինիստրատիվ խնդիրներ չունենք, նույնիսկ եթե պետություններ կան, օրինակ, ասենք ռեժիմներ կան, Թուրքիո պես, կամ նույնիսկ Երևանի պես, կանալիներ, կամ Բաքվի պես, որ ամեն ինչ բողոքները կներկայացնեն մեր վրա, որովհետեւ մենք չի մասնակցենք այդ մագի ժողովները, բայց այստեղ կրնանք ասել, որ քաղաքականությունը ինքնիշխան է եւ ինքը կորոշի, եթե կընդունի Արմենիան Հայաստանի հայությունը կամ չի ընդունելու։ 13 հատ կետի դիմաց մենք պիտի ելույթ ունենանք եւ պիտի նույնիսկ ասեմ ձեզ իրականության։ Մյուս բնիկները գտիմեն մեզի,
որ մեսի փնիկության իմաստասիրությունը մենք ներկայացնենք։ Հասկանաք, անոնք գտնունին մեզի, որ մենք շատ հին ենք, նույնիսկ կրնաբադայի, որ իրենց ավելի շատ հին ենք, որպես ազգ, որպես փնիկ ազգ, եւ գտիմեն մեզի, որ մեր ելույթներուն մեջ ոչ մինակ Արմենիան Հայաստանի հայությունը պահպանենք, ամբողջ փնիկները, աշխարհի փնիկները պահպանենք եւ մենք պատրաստ ենք ընելու 450 միլիոն փնիկները մենք պատրաստ ենք պաշտպանելու իրենց իրավունքները պաշտպանելու ինչպես որ այդ իրավունքները ընդունված են եւ ընդունված են 100 սկիզբեն 144 պետություններու կողմեն բայց նույն ժամանակ երբ գտիմենք Երևանյան իշխանությունները որ գտնունին որպեսի ընդունեն հայ ազգը որպես փնիկ չեն պատասխանելու հայ ազգը որպես փնիկ չեն պատասխանելու հայ ազգը որպես փնիկ այդպես ներկայացված Արևելյան Հայաստանի Հանրապետության մեջ բայց իմա կարող է պատահել որ հասկացաք ինչի համար մենք դիմեցինք Երևանյան խորհրդարանի կամ նորեն չհասկացաք մենք դիմեցինք որովհետև շատ լավ գիտենք շուտվանից ասենք թե չսպասեցինք ոչ այդ տեսակ քաղաքականությունը եւ այլն եւ մեր անտեպ այդ ճշտողականությունը եւ այդ ռասիզմը նույնիսկ մեր անտեպ մենք չսպասեցինք թիմելու համար խորհրդարանը որովհետեւ հասկանանք Երևանյան խորհրդարանի պատասխանը մենք ճիշտ հասկանանք ինչ կրնա պատասխաներ կամ չի պատասխաներ եւ չի պատասխանեց բայց ինչու համար հայերը գտիմեն այդ խորհրդարանը որովհետեւ ճանաչվի իրեն բնիկություն ինչու համար պատպես ուրիշ ավելի խոր գաղափար չունի գաղափար չի կա մտածեք ես կրնամ ասեմ որ ավելի խոր գաղափար կա ավելի խոր աշխվի առներով ամբողջ քաղաքականություն ինչ որ կկատարվի մենք որպես Արմենիան Հայաստանի հայ շատ լավ գիտենք ինչ կնենք եւ ինչպես կնենք անկից ցեվով որպես մեծ որովհետեւ այդ ամբողջ բնորանի մեծերը դերերը Արմենիան Հայաստանի հայությունն է մենք ենք դերերը այդ ամեն ինչի այդ ամբողջ դարաշկայի Կիլիկիայից մինչև Արցախը մենք ենք մեծերը մենք ենք հայրերը Ադոր համար գտիմենք մեր երեխաներուն ընդունեք մեզի որպես չէ մենք ինչ հայր ինչ մեծ մենք ենք մեծերը մենք ամեն ինչ գիտենք մենք առանց ցեզի մենք առանք ապրել լավ տեսնենք կտեսնանք իրականության ինչքան կդուժվենք կտեսնանք չէ այդ արհեստական քաղաքականության աշխարհը կտեսնանք չէ ինչ մակարդակ ունի հա չենք տեսնալ լավ եթե չեք տեսնալ կտեսնալ ըսից էզի խնդիրը չէ ով է այդ երեխանն է որ իրեն կներկայացնի որպես ռեժիմի գլուխը կամ ուրիշ երեխան մնե որ ինքը իրեն կներկայացնի որպես այդ ռեժիմի գլուխը կապ չունի կարևոր է իմանալ որտեղ կուզեն դանեն մեր հասարակության եւ
Ինչքան որ կտեսնամ փաստերով, ինչ ուզեն տանին այսօրվա արևելյան Հայաստանի քաղաքացիությունը, քաղաքացիները, հասարակությունը, ինչպես որ դարան Արցախի հասարակությունը։ Այստեղ է խնդիրը։ Որ համար միանանք, միասին ըլլանք, մենք ալ խելք ունենք, դուք ալ ունիք խելք, չափեք ամեն ինչը, փորձեք հասկանալ, բայց ինչու համար 20 տարի առաջ ստեղծեցին Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդ։ Ինչ եղավ 2004-ը, որ ստեղծեցին։ Կարա պատահել, որ 2004-ից առաջ արդեն գիտեին այդ խորհուրդը, գիտեր ինչ կրնար պատահել այստեղ։ Կարող է պատահել, որ այդպես բան կա։ Բայց ինչ իման վրա այդ խորհուրդը որոշել է, որ արդեն ժամանակ եկավ Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները պաշտպանել։ Կամ բան են, մի քիչ դարօրինակ մարտիկներն են եւ ուզեցան ցույց տալ, որ մի բան։ Այդպես չի։ Գներեք, շատ բաներ կան, որ գերեվա որ դերյակ չեք կամ այդպես ասենք թե չի տաստերագեցին ցեզի, որովհետեւ դերյակ գլակ եւ գերեվա որ մենք այդ գիտակցությունը ունենք եւ այդ գիտակցությունը ապակայի համար բավական դիվյալներ ունենք եւ մենք հասկանանք այսօր հասկանանք ինչ կարող է պատահել 5 տարի կամ 10 տարի հետո եւ մենք ստիպված ենք ցեզի բացատրել սիրով, հարգանքով, ամեն ինչով մենք ցեզի կբացատրենք ինչ կարող է պատահել գորոշեք կչափեք կընդունեք կամ չէ արդեն ձեր պատասխանատվությունն է ես իմ պատասխանատվությունը որպես նախագահ ցեզի բացատրելն է եւ ոչ մենակ բացատրել մասնակցել ես մասնակցող եմ ձեր ուժեղացմանը շնորհակալություն եւ շուտով նորեն կմիանանք հաջողություն ձեզ